Ինչպես այն անծանոթը, որին ես սպասարկեցի ռեստորանում, դարձավ իմ ամուսինը, մաս 3։ Բացում եմ հեռախոսը ու տեսնեմ Դավիթը ինձ գրել է. Good morning, what's up։ Ես ընդհանրապես զարմանում եմ, ինչի է ինքը ինձ գրում անգլերենով։ Երևի որ ասել էի անգլերեն գիտեմ, բայց իրականում ոչ մի բան էլ չգիտեի։ Օրվա ընթացքում շփվում ենք ու ես ասում եմ, որ հիմա սովորում եմ գերմաներեն, քանի որ պատրաստվում եմ գնալ Գերմանիա բժշկական կրթություն ստանալու համար։ Նա հարցնում է, թե երբ եմ ես պատրաստվում գնալ Գերմանիա, ես ասում եմ, որ մոտավորապես մյուս տարի։ Հետո հարցնում է, արդյոք ունեմ քույր կամ եղբայր։ Ես պատասխանում եմ, որ ունեմ քույր, ով 1 տարի ինձանից փոքր է ու արդեն ունի 3 բալիկ։ Պարզվեց ինքն էլ ունի մի քույր ինպես, ով 8 տարի փոքր է իրանից։ Հանկարծ տանում եմ նամակ, արդյոք ունեմ պլաններ սրճարանից հետո։ Ես ասում եմ ոչ, ու ինքը գրում է, որ նոր տեղ է հայտնաբերել ու շատ կուզենար իրար հետ փորձարկեինք, մենակ մի ձևի չի ուզում գնա։ Ու այդ պահին ես ու Դավիթը միաժամանակ գրում ենք իմ մենեջերին։ Ես խնդրում եմ իմ մենեջերին, որպեսզի ինչպես եղբայր ինձ խորհուրդ տա, արդյոք արժի գնալ հանդիպման, որովհետև ես իրան ընդհանրապես չգիտեմ։ Որին ինքը պատասխանում է, Անջան, հանգիստ կարող ես լինել, եթե ընդհանրապես չհավանես, մի շփվիր, բայց ինքը շատ լավ տղա է։ Իսկ Դավիթը գրում է, թե ինչ ուտելիքներ է սիրում ուտել Աննան։ Իսկ մենեջերս ասում է, Աննան ամեն ինչ էլ ուտում է։ Երեկոյան ժամը 5-ին վերջացնում եմ իմ աշխատանքը ու վազում եմ արագ տուն, որպեսզի լվանամ գլուխս, որը կեղտոտ էր, եւ ընտրեմ համապատասխան շորեր երեկոյի համար։ Բայց մինչև հասնում եմ տուն, դառնում է ժամը 6-ը ու ես հասկանում եմ, որ չեմ հասցնի ոչինչ անել, քանի որ մենք պայմանավորվել էինք հանդիպել ժամը 7-ին։ Ստիպված անճարությունից ես արագ իմ յուղոտ մազերը 2 հյուս եմ անում ու արագ տնից դուրս եմ գալիս, որ հասցնեմ։ Որ պատկերացնեք, այդ օրը ես հագել էի սև տաբատ, վրան նկարած էր մեծ կարմիր պավլին ու կարմիր մայկա, որի վրա մեծ վարդեր էր։ Ու կարմիր։ Ես այնքան եմ շտապում, որ գնում եմ այն վայրը, որտեղ մենք պետքա հանդիպեինք ու հասկանում եմ, որ ես արդեն կորել եմ։